Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Հակոբյան, թեպետ Գյումրիում ընդդիմադիրները համաձայնության եկան եւ հայտարարեցին Վարդան Ղուկասյանին աջակցելու մտադրության մասին, սակայն քաղաքական դաշտում որոշակի մտավախություններ կան, որ ԿՊՆ այս իրողության հետ չի հաշտվի եւ տարբեր ճանապարհներով կփորձի իր տեխնացուին համայնքի ղեկավար դարձնել, ինչպես օրինակ դա արել էր Երևանի պարագայում։ Իրատեսական համարում եք, որ իշխանությունը կփորձի այս ճանապարհով շարժվել, թե գոնե այս փուլում կխուսափեն դա անելուց իրավիճակը ել ավելի չսրելու նպատակով։ Որ կփորձեն, չեմ կասկածում, որ արդեն փորձել են, նույնպես չեմ կասկածում, որ փորձելու են, շարունակելու են փորձել, նույնպես չեմ կասկածում, որովհետև ամեն դեպքում իրենք ոչինչ կորցնելու այլևս չունեն, իսկ տեսական հնարավորություններ ունեն, այսինքն իրականացնել այն process-ը, որը որ, այսպես ասենք, քաղաքական սլենգով կոչվում է քաղաքական անասնագողության ճանապարհով հիմնական։ Մանդատներ գողանալու մասին է խոսքը։ Այո, մանդատները, այսինքն ինչ որ մի եղանակով այն պակասող մանդատները ըստ էության այդ հավաքական ընդդիմությունից վերցնելու համար, փորձել, այսպես ասենք, ոմանց իրենց կողմ քաշեն տարբեր կոմպրոմատներով, վախացնելով, շահագրգռելով եւ այլն, այսինքն հայտնի ճանապարհներով։ Կարծում եմ նման փորձեր արդեն արվել են եւ նորից եմ ասում, կարծում եմ այդ գործընթացը դեռ մինչեւ ապրիլի 16-ը շարունակվելու է, որովհետեւ Գյումրին ամեն դեպքում դա բավականին կարեւոր քաղաքական ասենց հանգրվան է, հա, ցանկացած քաղաքական process-ի համար, որովհետեւ Գյումրին առնվազն դա երկրորդ փաստորեն մեծությամբ քաղաքն է, երկրորդ ընտրազանգվածով քաղաքն է եւ տվյալ պարագայում նաեւ կա այնպիսի զգացմունքային կետ, ինչպիսին ասենք սիմվոլիզմն է, որովհետեւ Գյումրիից ամեն ինչ սկսվել է 2018 թվականին եւ հիմա շատերի կարծիքով ամեն ինչ կարող է սկսվել նաեւ անկման առումով, այսինքն այս process-ի փակման առումով։ Մտավախություններ ունի նման իշխանությունը։ Իհարկե մտավախություն ունի, ընդհանրապես գիտեք իշխանությունը adekvatության առումով, եթե շատ հարցերում adekvat չէ, ապա մի հատվածը իշխանության իրենք շատ լավ պատկերացնում են իրական վիճակը եւ անկախ նրանից թե ինչ ռետորաբանությամբ են հանդես գալիս, ինչ բառամթերք են օգտագործում, ինչ այսպես արտաքինից վստահություն են ցուցաբերում, որ ամեն ինչ վերահսկողության տակ է եւ այլն, իրականում իրենք շատ լավ հասկանում են, որ այս տրենդը, այս տենդենսը, որը որ շարունակվեց Գյումրիում, սկսվեց շատ վաղուց, նույնիսկ ոչ Երևանից, այլ նույն նոյեմբերյանից, Ալավերդուց, դեռ 21 թվականի համապետական ընտրություններից հետո կայացած թիմ ընտրություններից։ Շատ ու շատ ընտրություններ, թիմ ընտրություններ, նույն Վանաձորը, իրենք ցույց են տվել, որ իշխանությունը իրականում տեղերում, մանավանդ տեղերում, նախևառաջ տեղերում առանձնապես վարկանիշ չունի, այսինքն քաղաքական վարկանիշ չունի, իհարկե թիմ ընտրությունները ունեն իրենց սպეციფիկան, այսինքն որովե մեկը չի ուզում ինքնախապեյությամբ զբաղվել, որ թիմ ընտրությունները դա մաքուր քաղաքական ընտրություններ են, բայց այնուամենայնիվ եթե մենք համեմատում ենք 2018, 19, 20 թվականների հետ, երբ ասենք նույն Նիկոլ Փաշինյանի խոսքը վճռորոշ նշանակություն ուներ եւ կարող էր շրջել, հա, շատերի պատկերացումները, շատերի որոշումը, այսպես ասենք, մի հանգրվանից մյուսը տաներ, միայն Նիկոլ Փաշինյանի խոսքը, ապա հիմա այդ հեղինակությունը բացարձակապես չկա, նրա խոսքը ըստ էության որևէ լուրջ փոփոխություններ մարդկանց տրամադրություններում չի մտցնում։ Դրա համար օրինակ Գյումրիում վերջին հանրահավաքին չգնաց, որպեսզի հնարավոր պարտության հետ էլ ինքը չասոցացվի, դա չհամարեն իր պարտությունը։ Ոչ միայն հնարավոր պարտության հետ չասոցացվի, այլ նաև հիշում եք այդ նախընտրական ընտրաշավի այտենց մեջտեղներում էր ինքը այցելեց Գյումրի, այնտեղ այսպես ասենք իր ոճով, հա, այդ հին այդ ռեպերտուարով հանդես եկավ, այդ Յաշիկ, քյաբաբ եւ այլն նախկիններ, Թալանը եւ այլն, այսինքն այդ որևէ նոր բան չկար, այդ ինչ որ ինքը ասեց, ըստ էության դա ակնհայտորեն ես կարծում եմ իրեն էլ դա հաղորդեցին, ոչ միայն նրանք ովքեր որ իհարկե կարողանում են իրենի որևէ բան հաղորդեն, ճշմարտությունը ասեցին, որ դա ըստ էության լուրջ վնաս է բերել։ Բացի դրանից ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի եւ իր
քաղաքական խմբակի մեծ տակտիկական սխալներ, որ իրենք այս ընտրությունները փորձեցին քաղաքականացնել, այսինքն սկզբից իրենք գնում էին մի ճանապարհով, որ այդ սարիկը, մեր սարիկը, ինչպես իրենք էին ասում, որևէ առնչություն չունի առանձնապես քաղաքական process-ների հետ, քաղաքական կուսակցությունների հետ, այլ իրենց սարիկն է։ Գյումրեցիները իրենք ճանաչում են, այսինքն իրեն ասոցիացնում էին որպես զուտ գյումրեցի մի տղայի, որը որ ճանաչելի է, որը որ ինչ որ երևի թե հեղինակություն ունի, որը որոշ շրջանակներում եւ այլը, բայց այն պահից, երբ իրենք փորձեցին քաղաքականացնել, իրան ասոցիացնել քաղաքացիական պայմանագրի հետ, համոզված եմ, որ այդ սարիկի գործոնը, եթե իսկապես դա կար, ինքը ըստ էության, եթե ոչ զրոյացվավ, ապա այսպես ասենք, սրընթաց նվազեց այդ գործոնի ազդեցությունը եւ ես կարծում եմ որ այն որ Նիկոլ Փաշինյանը որևէ հանրահավաքի վերջում կամ չգիտեմ ինչ որ երթի ինչպես Երևանում էր հա եղավ չմասնակցեց դրա պատճառն էր որտեղ ինքը հասկանում է որ այսուհետ յուրաքանչյուր իր ներկայություն որևէ process-ում այդ process-ին վնաս է տալիս հակառակ էֆեկտ է տալիս իմիջիալոց ես ասել եմ եւ շարունակում եմ պնդել, որ նույն բանը, նույն այդ հակառակ էֆեկտը ունեցավ նաեւ Երևան քաղաքում տեղի ունեցած ավագան ընտրությունների նախաշեմին այդ անցկացված այդ երթը, որը որ չստացվեց, որը ասենք ինչ որ ձևով վարչական ռեսուրսով լցրել էին տարբեր մարզերից բնակիչների, դա նույնպես բացասական կարծում եմ էֆեկտ տվեց եւ չեմ բացառում, որ այս անգամ Գյումրիում գոնե վերջնամասում Նիկոլ Փաշինյանը առերեսվեց իրականության հետ, հաշտվեց այդ իրականության հետ, որ ավելի լավ է ինքը առհասարակ որևէ տեղ չերևա, որպեսզի գործին էլ ավելի վնաս չտա։ Պարոն Հակոբյան, Գյումրիում եւ Փարաքարում ՔՊ-ի պարտությունից հետո առավել հաճախ է հնչում այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է նաեւ ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից, որքանով է կիսում այս տեսակետը եւ տեղին է արդյոք համապետական եւ թիմ ընտրությունները միևնույն հարթության մեջ դիտարկելը հաշվի առնելով երկու գործընթացների առանձնահատկությունները։ Գիտեք, բնականաբար հենց դրա մասին խոսեցինք, որ առանձնահատկություններ կան թիմ ընտրություններում, ամեն դեպքում բացարձակապես նմանեցնել, ես կարծում եմ դա մեթոդոբանական սխալ է։ Առհասարակ քաղաքական սխալ է, որովհետև պետք է իրականության հետ, այսպես ասենք, հաշվի նստել, ինչ է համապետական ընտրությունները եւ ինչ է, ասենք, որոշ թիմ ընտրություններ։ Գյումրիում ես կարծում եմ, այսպես ասենք, գոնե 30-40%-ով քաղաքական ընտրություններ էին, ի շնորհիվ որոշ ուղղակիորեն քաղաքական, այսպես ասենք, ուղղվածություն ունեցող մասնակիցների, հա, եւ իրենց լիդերների, օրինակ ասենք Ռուբեն Մխիթարյանի շնորհիվ, Կարեն Սիմոնյանի շնորհիվ, Սուրեն Սուրենյանի կուսակցության դեմոկրատական այլընտրանքի մասնակցության շնորհիվ, այստեղ կարևոր չէ ովքեր շեմը անցել են, ովքեր չեն անցել, բայց իրենք կարողացան քաղաքականացնել շատերը այս process-ը, հա, այնտեղ այնուամենայնիվ այդ process-ը կար, նույնիսկ այն տեխնացուները ընդդիմադիր, որոնք առաջի երկրորդ տեղն էին գրավել, իրենք իրենց խոսույթում քաղաքական բաղադրիչին բավականին լուրջ տեղ էին տալիս, հա, տեղ էին տալիս, այդ իսկ պատճառով, ասենք, ամեն դեպքում դա մասամբ քաղաքական process էր։ Համապետական ընտրությունները իրենք արդեն, ես կարծում եմ 70-80%-ով են, 80%-ով են քաղաքական, 20%-ով գուցե տեղական առանձնահատկություններ են լինում, կապված այս կամ այն, թե այս կամ այն տվյալ ռեգիոնում ապրող մասնակիցը ինչ հեղինակություն ունի, տվյալ ռեգիոնում դրանից էլ է կախված, բայց կարծում եմ ավելի քիչ տոկոս է այդ ազդեցությունը ունենում։ Եվ տվյալ պարագայում ես կարծում եմ, երբ ասում են ընտրություններով կարելի է Նիկոլ Փաշինյանին իշխանազրկել, թե չի կարելի, դա մի փոքր, այսպես ասենք, կատեգորիկ sense բաներ են, հա, միայն փողոցով կարելի է, թե միայն ընտրությունով կարելի է։ Ես կարծում եմ, որ համապետական առաջիկա ցանկացած զարգացումների դեպքում կլինի դա արտահերթ, կլինի հերթական եւ այլը, շատ կարեւոր է որպեսզի համադրվի փողոցը եւ ընտրությունը, որովհետեւ այնուամենայնիվ ընտրությունը ինչ է իրենից ներկայացնում։ Ընտրության ժամանակ ընդհանրապես արձանագրվում է
այն իրավիճակը, որը գոյություն ունի փողոցում, որը գոյություն ունի պատկերավոր ասած մարդկանց խոհանոցներում, այն տրամադրություններն են արձանագրվում, որը որ իրականում կա։ Այսինքն, եթե իրականում փողոցում իրավիճակը առնվազն երկիշխանության մոտ է, ապա այդ երկիշխանության արձանագրումն է լինում։ Եթե փողոցն է սկսում գերիշխել, ապա այդ գերիշխումը կապիտալիզացվում է ընտրությունների միջոցով, երբ մարդիկ գնում են եւ իրենց խոհանոցում խոսածածը կամ աշխատավայրում տրամադրությունները բյուլետենի որոշման տեսքով, այդ գալեշկայի տեսքով, այսպես ասենք, գցում են այդ քվեատուփի մեջ։ Սա է խնդիրը։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում առաջիկա ընտրությունների ժամանակ դիսկուսը պետք է գնա ոչ թե նրա մասին, կարելի է ընտրություններով իշխանազրկել Նիկոլ Փաշինյանին կամ իր քաղաքական թիմին, թե այլ ես կարծում եմ դա պետք է համապատասխան տրամադրություն ստեղծել փողոցում, որպեսզի այդ տրամադրությունը արձանագրվի արդեն անխափան առանց լուրջ դիմադրության, այդ վարչական ռեսուրսը կլինի, ուժային կլինի, թե ինչ, դա արձանագրել, այսպես ասենք, ընտրությունների ընթացքում քվեաթերթիկների գծելու տեսքով։ Այսինքն կողմ եք, որ ամեն դեպքում ընդդիմությունը փողոցային պայքար նախաձեռնի, որովհետև նույն Գյումրու ընտրություններից հետո շատ է խոսվում, որ հիմա հենց ժամանակն է սկսելու, իսկ նաև շատերն էլ նշում են, որ դրա կարիքը չկա եւ պետք է արդեն քաղաքական ուժերը 26-ի գործընթացներին պատրաստվեն։ Նորից եմ ասում, ես կարծում եմ, որ ընդհանրապես եթե նման տրամադրություններ չլինեն փողոցում եւ մարդկանց տներում, աշխատանքի վայրերում, ապա ընտրությունների ժամանակ մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն իրական քաղաքական պատկերը, այլ նաև վարչական ռեսուրսը, ուժային ռեսուրսը, ընտրակեղծիքների մեխանիզմը եւ այլը եւ այլը։ Ուղղակի Գյումրիում ես կարծում եմ արդեն Գյումրիում կար նման տրամադրություններ, այսպես ասենք, անպայման չի, որ այդ տրամադրությունները լինեն զանգվածային ինչ-որ միջոցառումների տեսքով եւ այլը, թեպետ վերջին մեկ ամսվա ընթացքում կարծում եմ Գյումրիում այդ իմ նշած հենց քաղաքական հիմնական քաղաքականացնող ուժերի միջոցով համապատասխան տրամադրություն էր ստեղծվել։ Համապատասխան տրամադրությունը տեղափոխվեց բայց իհարկե Գյումրիում կա իր սպეციფიკան։ Գյումրիում կա իր սպეციფიკան, այդ թաղային սպеციფիկան, այդպես անվանենք, առնվազն երկու ընդդիմադիր կոնտեքստի առանձնահատկությունները, ընդ որում ոչ միայն իրենց փոխհարաբերությունները իշխանության հետ, այլ նաև միմյանց հետ եւ իրենք այսպես ասեմ, իմ տպավորությամբ ունեին իրենց հստակ, այսպես ասենք, ընտրազանգվածը, ինչպես ասում են, ցեմենտած ընտրազանգվածը, որը ցանկացած պարագայում, անկախ նրանից մեկը կլիներ կոմունիստական կուսակցություն ներկայացուցիչ, մյուսը, եթե չեմ սխալվում, մեր քաղաք էր կոչվում, կամ կլիներ մի այլ քաղաքական բրենդի տակ, միևնույն է այդ մարդուն, հենց այդ մարդուն ընտրելու էր իր ընտրազանգվածը, այն ընտրազանգվածը, որը որ այնքան էլ քաղաքականացված չի։ Իրենք, այսպես ասենք, ուրիշ հասկացողություններով են ապրում, ուրիշ տենց բան է, հանրային սեգմենտ է, կլաստեր է, որը որ, այսպես ասենք, իր ճշտով է պատկերացնում, թե ով պետք է լինի, ասենք։ Այս առումով դրա համար եմ ասում, կան սպეციფիկաներ, որը միշտ պետք է հաշվի առնես։ Ես կարծում եմ, այս նույն օրինակ տրամաբանությունը համապետականի ժամանակ է լինելու նույն Գյումրիում։ Վանաձորում իր սպეციფիկան է լինելու, ես որ ասում եի մոտ 20-30% կարող է այդ տեղական սպეციფիկան արդեն ազդեցություն ունել համապետականի ժամանակ, օրինակ տեղական ընտրությունների ժամանակ կարծում եմ 60-ից 70% ազդեցություն ուներ։ Նաև կարծիքներ կան, որ իշխանությունը կփորձի գնա հենց Վանաձորի սցենարով եւ եթե ընդդիմադիրներից մանդատներ գողանալու սցենարը չաշխատի, ապա ձերբակալել հենց Վարդան Ղուկասյանին։ Ինչպես է գնահատում սրա հավանականությունը եւ հնարավոր պրոցեսների վրա դա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Ես կարծում եմ այդ հնարավորությունը կա, կարող են փորձել, բայց միայն այն պայմաններում, եթե քաղաքում տրամադրությունները, այսպես ասենք, չխոչընդոտեն դրան, որովհետև ցանկացած իշխանություն հաշվարկում է, պետք է որ հաշվարկի, թե իր ռեպրեսիվ քայլը, եթե օրինակ ընտրված քաղաքապետին
ձերբակալում ես, կալանավորում ես, չգիտեմ, մեկուսացնում ես, դա ինչ ռեակցիաներ կառաջացնի։ Ասենք Վանաձորում դա մարսվեց ըստ էության, որովհետև Վանաձորում գուցե այդ կազմակերպված այս բառը օգտագործեմ մարտունակ եւ դիմադրությանը ընդունակ ընտրազանգվածը գուցե այդպես որպես կառույց գոյություն չուներ։ Ես կարծում եմ, որ Գյումրիում ավելի այսպես վճռական տրամադրված ընտրազանգված կարող են ունենալ ցանկացած քաղաքական process-ի մասնակից եւ նույն Վարդան Ղուկասյանը նույնպես ունի իր հստակ կարծում եմ ընտրազանգվածը, իրեն նվիրված ընտրազանգվածը, որոնք տարբեր շարժառիթներից ելնելով իրենն են, որոնք, այսպես ասենք, մոտիվացված են, որպեսզի ինքը վերադառնա քաղաքապետի պաշտոնին եւ եթե իշխանությունը եթե գնահատի, որ իր գործողությունները, ասենք ձերբակալումը, կարող է տրիգեր հանդիսանալ ավելի մեծ դիմադրության, ընդ որում ոչ միայն Գյումրիի մակարդակով, այլ նաեւ տրիգեր հանդիսանա համապետական քաղաքական process-ների համար, ապա ինքը չի գնա այդ քայլը։ Այս բանը կարծես թե խուսափում են դրանից։ Ես կարծում եմ համենայն դեպս մինչև այս պահը իրենք կարծես թե խուսափում են, ավելին ասեմ, մինչև ընտրություններն էլ էին խուսափում, որովհետև կարծում եմ իրենք համոզված էին, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ ունեն այդ կապակցությամբ իրենց պլան B, C եւ այլը եւ այլը։ Եվ եթե հիշում եք, ընդդիմադիրներից ոմանք, ասենք նույն Ռուբենը Մխիթարյան էլի այլ ուժեր իրենք հայտարարում էին դրա մասին, որ ամեն դեպքում ընդդիմությունը ունի իր պլան B, C եւ այլը եւ այլը։ Ես կարծում եմ իրենք մտահոգված էին այդ պլան B, C-ով եւ հաշվարկում էին, որ դա իրենց անխոհեմ գործողությունները, իշխանություններն էին այդպես ասում, ասենք ընտրակեղծիքները, մասսայական, չգիտեմ, բռնությունները կարող են տրիգեր հանդիսանալ եւ process սկսվի, իրենք արհեստական տրիգերը ստեղծեն, որպեսզի process սկսվի, որը որ կսկսվի Գյումրիից եւ կավարտվի, ասենք, Երևանում կառավարության շենքի մոտակայքում։ Պարոն Հակոբյան, նաև մենք տեսնում ենք, որ բավականին լարված են ընդդիմադիր երկու թևերի, մասնավորապես երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների հարաբերությունները, եթե նախկինում դա միայն աջակիցների մակարդակում էր դրսևորվում, ապա վերջին շրջանում արդեն առանցքային դերակատարների միջև ենք այդ փոխհրաձգությունները տեսնում։ Ձեր համոզմամբ ինչը չեն կարողանում այս ուժերը կիսել եւ արդյոք նրանց լարվածությունը չի խանգարի բուն իշխանափոխության process-ին, եթե այդպեսին հասունանա առաջիկայում։ Մի քանի անգամ ասել եմ այս հարցով, իհարկե ասել եմ, չեմ ուզում մտնեմ մատուի մատանու արանքը, ինչպես դասականներ ասում այս առումով, բայց իրականում ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ամեն ինչ պայմանավորված է նախընտրական տրամադրություններով արդեն եւ սրա մասին էլ եմ ասել։ Այսինքն դերաբաշխում ընդդիմության միջև։ Ես մի փոքր այլ տեսակետից եմ գնահատում իրավիճակը։ Ես կարծում եմ, որ հիմա կարծես թե այն իրավիճակն է ստեղծվել, երբ կա իրական հնարավորություն իշխանափոխության, այսինքն այդ իշխանափոխության պատուհանը բացվել է, այսինքն այսօրվա իշխանությունը այլևս չունի հենարաններ դրսում, հենարաններ չունի ներսում, նույնիսկ այս բանավեճը, ով է բերել Նիկոլ Փաշինյանին, դա հենց դրա ապացույցն է, որ որևէ մեկը, երբ ասում են Նիկոլին ով է բերել, որևէ մեկը տեր չի ուզում կանգնի, այսինքն Նիկոլ Փաշինյանը չունի տեր, ոչ ներսում, ոչ դրսում, այսինքն Նիկոլ Փաշինյանը այսօր սեղանի վրա է, ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ է, սեղանի վրա է։ Բանակցությունների առարկան է։ Ես մի անգամ այդ բանի մասին այսպես Facebook-ում էի տվել դիվանագետների այդ ասացվածքը, ասում են, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուում ես, մենյուի մեջ ես, քո անունը այնտեղ է գրված։ Հիմա այս պարագայում ես կարծում եմ այսօրվա իշխանությունը եւ իր ղեկավարը մենյուում են եւ որևէ մեկը տեր չի ուզում կանգնի ոչ դրսում, մենք դա տեսնում ենք, այսինքն այն կոնսենսուսը որ կար, հա, թե 18-ին, թե 21 թվականին իր շուրջ արտաքին աջակցության մասին է խոսքը։ Կոնսենսուս, արտաքին քաղաքական կոնսենսուսը չկա, ներսում էլ կարծես թե կոնսենսուս չկա, մնացել է իր այդ փոքր հատվածը, այն ինչ որ ինքը կոչում է ժողովուրդը, իմ ժողովուրդը, ժողովուրդը 11% է եւ այլը, ոչ միայն սոցհարցումներով, այլ նաեւ այս ընտրություններն էլ են դա ցույց տալիս առհասարակ, որովհետեւ երբ որ դու վարչական ռեսուրսի գործոնը,
տարբեր ուրիշ գործոնների բանը ազդեցությունը հանում ես, մոտորապես այդքանը կարա լինի, ասենք կախված բանից, մասնակցության քանակից։ Մասնակցությունը եթե քիչ լիներ, այս տոկոսը ավելի բարձր կլիներ, շատ լիներ, ավելի ցածր կլիներ։ Ինչ տեսան Գյումրիում ու Փարականում։ Այո, մենք իմիջիալուց այդ ոչ միայն Գյումրիում քաղաքում, նաև Երևանի ավականու ընտրություն, այստեղ ընդհանրապես 27-28% էր մասնակցել, Գյումրիում բավականին ակտիվ էին, որովհետև իսկապես բոլորն էին աշխատում իրենց ընտրազանգվածի վրա, ավելին ասեմ, բոլորը գիտեին իրենց ընտրազանգվածին, այնպիսի տպավորություններ, որ անուն ազգանունով գիտեին, հասցեներով գիտեին եւ այսպես ասենք շահագրգռում էին բանով ոմանք քաղաքական առումով, ոմանք այլ միջոցներով բերում էին։ Հիմա սա է իրավիճակը, ես կարծում եմ, որ կա ռեալ բոլոր մասնակիցները քաղաքական process-ների երկրի ներսում, այդ թվում ընդդիմադիր դաշտում, ասում են հասկանալ, որ սա իրականում պատուհան է իշխանափոխության համար եւ իրական պայքարը գնում արդեն ոչ թե ընդդիմության լիդեր լինելու համար, այլ իշխանություն դառնալու համար։ Այդ իսկ պատճառով ամեն ինչ գիպեր սրվում է։ Այն եթե կային ինչ-որ հարցեր, որոնք չեն բացահայտվել, որոնք չեն պարզաբանվել, չգիտեմ, 7 տարվա ընթացքում կամ ինչպես պարզվում է շատ ավելի վաղ, հա, 2008-ից 2018 թվականները, ապա հիմա այդ բոլոր հարցերը առաջիկա էլեկտորալ process-ներից առաջ դրվում են սեղանին, այսինքն իրական պայքարը արդեն գնում է իշխանության համար, այլ ոչ թե լիդեր լինելու համար։ Հիմա դա լավ է թե վատ է, դա այլ հարց է, այսինքն Հայաստանում գոնե ես ինչքան որ հիշում եմ, գրեթե 90-ականների սկզբից միշտ այդ դիլեմա, այդ քրոնիկ հարցը դրվում է։ Ընդդիմությունը պետք է բոլորը միավորվեն, մեկ ուժով լինեն, որպեսզի երկու բևեռ լինեն, բայց փաստը այն է, որ չի լինում դա։ Երբևիցե չի եղել։ Եվ նույն Գյումրիում 4 ուժով մասնակցել է, այդ արդյունքը տվեց։ Ես ուզում եմ ասեմ, դա չի եղել։ Հիմա գուցե դա լավ է, բայց իրականությունը այն է, պրակտիկ եւ պրագմատիկ քաղաքականությունը կամ ռեալությունները, քաղաքական ռեալությունները այն են, որ դա չի ստացվում։ Հիմա եթե մի բան չի ստացվում, եթե մի բանի շուրջ մենտալ առումով նույնիսկ մեր քաղաքական ուժերը չեն կարողանում այսպես համաձայնության գալ միջև process-ները, ապա ես կարծում եմ իրականության հետ պետք է հաշտվել եւ փորձել գնալ այն ճանապարհով, որը որ գուցե ավելի հոգեհարազատ է մեր քաղաքական դաշտին, մեր քաղաքական մենտալիտետին եւ առասարակ մենտալիտետին, այսինքն առանձին գնալ ընդհանրից հետո միավորվել։ Դա երբեմն ստացվում է, ինչպես հիմա ընդհանուր առմամբ ամենայն դեպս Գյումրիում գոնե հայտարարությունների մակարդակով ստացվում է, դեռևս ստացվում է եւ մի քանի անգամ էլ է եղել պրակտիկայում նույն ավելի բարձր մակարդակի, այսպես ասած, ընտրություններում, երբ պարլամենտում ինչ որ ուժեր, թեկուզ այսօրվա այս պարլամենտում, չէ, երկու տիտուլային ընդդիմադիր ֆրակցիաները իրենք իրար հետ բավականին երկար, շատ արդյունավետ եւ առանց որևէ լուրջ խնդիրների կարծես թե համագործակցում էին, համոզված եմ նաեւ հետո են համագործակցելու, եթե նման լուրջ ստրատեգիական նշանակության թեմաներ լինել։ Սա է, ես կարծում եմ, հիմնական պատճառը, որ հիմա շատ հարցեր, որոնք ժամանակին, ինչպես դուք նշեցիք, իրենք կարծես թե քողարկվում էին կամ չգիտեմ ինչ որ ակտիվիստների մակարդակով էին լուծվում, հիմա բարձրացվում։ Բանավեճը սրվել է այս աստիճանը։ Ես կարծում եմ արդեն իսկ պարզ է, ամենայն դեպս դրա մասին ուղղակիորեն հայտարարվում է, որ եթե գործը հասնում է ընտրությունների, նորից եմ ասում, իմ համոզմամբ դա պետք է զուգորդվի, անպայման զուգորդվի փողոցի հետ, այսինքն փողոցը այդ տրամադրությունը պետք է, եթե փողոց չլինի, ընտրություններով, զուտ ընտրություններով, ես կարծում եմ հաջողության հասնելու շանսերը բավականին, այսպես ասենք, կիսվելու են գոնե առնվազն։ Այդ իսկ պատճառով, երբ ասում են փողոցով թե բանով, Նիկոլի գլխավորությամբ ընտրություններով, ես կարծում եմ այնպեսի փողոց պետք է լինի, որ նույնիսկ այն դեպքում, եթե ֆորմալ առումով Նիկոլ Փաշինյանը պետք է կազմակերպի այդ ընտրությունները, ինքը ընդհանրապես իրականում այդ իշխանությունը չունենա արդեն։ Ինչպես, տեսեք, Գյումրիում մասամբ, հա, դա ստացվեց, որովհետև Գյումրիում կարծես թե փողոց չկար, բայց իրականում փողոց կար։
Գեներացված էր այդ տրամադրությունները։ Իրականում փողոց կար, այդ փողոցը տներում էր։ Այդ մարդիկ արդեն որոշել էին ինչ պետք է անեն, այդ մարդիկ բողոքական իրենց բանն են արել, ընտրությունն են արել։ Անդրադառնանք նաև արտաքին ճակատում ծավալվող զարգացումներին։ Չնայած արդեն 1 ամիս է ինչ խաղաղության պայմանագրի կամ համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է, սակայն Ադրբեջանը չի շտապում դա ստորագրել եւ նորանոր պահանջներ է առաջ քաշում։ Ըստ այս ճանապարհով ինչ խնդիր է Ադրբեջանը լուծում եւ ինչը ի վերջո կստիպի Ալիևին այդ փաստաթուղթը ստորագրել։ Բազմից շատերը շատ անգամ եւ փորձագետներ եւ քաղաքական շրջանակներ ասել են, որ առանձնապես տրամաբանություն չեն տեսնում, որպեսզի Ալիևը որևէ փաստաթուղթ ստորագրի այսօրվա իշխանությունների հետ։ Եվ Ալիևը այս առումով, գիտեք, նյուզմեյքերի դեր է կատարում։ Ցավոք սրտի մենք ամբողջ ճշմարտությունը միշտ իմանում ենք, թեկուզ այդ դառը ճշմարտությունը հենց Ալիևից կամ իր վարչախմբի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից, իրենք ուղղակիորեն ասում են, որ այս վարչախմբի հետ իրենք առանձնապես չեն ուզում որևէ բան ստորագրեն, որովհետև այսօր կան, վաղը չկան։ Իրենք ասում է, չէ, Ալիևը ասում է, ես ուզում եմ Հայաստանի հետ ստորագրեմ։ Հայաստանի ժողովրդի հետ, Հայաստանի հետ, այլ կերպ ասած լեգիտիմ իշխանության հետ ստորագրեմ, այլ ոչ թե մի իշխանության հետ, որի ստորագրությունը առաջիկայում կարող է առհասարակ որևէ նշանակություն չունենալ ցանկացած նոր իշխանության դեպքում այս առումով։ Այսինքն ինքը շատ լավ հասկանում է Ալիևը, որ առանց որևէ պայմանագրի ստորագրելու էլ ինքը այն ինչ որ պետք է ստանա անձամբ Նիկոլ Փաշինյանից եւ իր վարչախմբից ինքը ստանալու է եւ ստացել է եւ ստանում է, այսօր էլ է ստանում։ Այսինքն այս պարագայում չի ուզում իրեն կաշկանդի։ Ով է լինել Ալիևի տեղը, եթե այս ռասկլադն է մնում, այսպես ասենք, ինքը նույնիսկ կաշկանդելու հարց չի, որովհետև այնպես չի, որ եթե դու որևէ թուղթ ես ստորագրում, բայց ուժային բալանսը քո կողմն է, ապա դու ցանկացած պատրվակով չես կարող այդ փաստաթուղթը շրջանցել, որովհետև եթե ես պայմանագիր նույնիսկ ստորագրեմ, որպես Ադրբեջան Հայաստանի հետ 17 կետն է, չգիտեմ, 17 կետը նույնիսկ գումարած այն կետերը, որոնք կարծես թե ասում են, որ գոյություն ունեն, այն Ռիբենտրոպ-Մոլոտովի այն մյուս մասը, հա, այն գաղտնի պայմանագրերը, եթե գոյություն ունեն, եթե նույնիսկ դա ստորագրեմ, եթե ինձ պատրվակ է պետք լինելու, ապա միշտ է կգտնեմ, որպեսզի, ասենք, իմ ուզածը ուժային ռեսուրսներով լուծեմ, առավելևս որ դեմս մարդ չկա, այսպես ասենք, առհասարակ մարդ։ Ինչպես նոյեմբերի 9-ի պայմանագրի Ոչ ուժ կա, ոչ մարդ կա, ոչ էլ ցանկացողներ կան, ես նկատի ունեմ իշխանությանը, որպեսզի դիմադրություն կազմակերպեն։ Այդ իսկ պատճառով ինքը ցանկացած դեպքում հիմա տեսեք արդեն երևի 1 ամիս է կամ մի քիչ պակաս ամեն օր հայտարարում են, որ Հայաստանի կողմից կրակում են, չէ՞։ Անընդհատ կրակում են։ Ինչպես ասում են, ուր էր մեր զետքան բախտ, որ այդ նման հրամաններ լինեն, որ ինչ որ մի բան, այո, տենց Հայաստանը ատամներ երբեմն ցույց տար, բայց իրենք ըստ էության նախապատրաստում են ֆոն։ Այդ ֆոն են նախապատրաստում եւ նույնն էլ կարող է լինել, եթե ասենք պայմանագիր վաղ ստորագրեն, 5 օր հետո իրենք այդ ֆոնը կարող են նախապատրաստեն, ասեն, չգիտեմ, սահմանի ինչ որ մի հատ հատվածից ինչ որ մեկը մեկի վրա կրակեց, նույնիսկ իրենք կարող են, այսպես ասենք, իրենց համար այնտեղ ինչ որ մի բան կազմակերպել, ասենք հայտնաբերել իրենց մոտ օրինակ որևէ մեկի դիակ, ասեն այս հայ դիվերսանտներն են մտել եւ այլ, դա պատրվակ հանդիսանա իրենց համար, իրենց պատկերացած լեգիտիմ պատրվակ, որպեսզի այս համաձայնագիրը 5 օրից հետո բացարձակապես զորացնեն, որովհետև ցանկացած խաղաղության պայմանագիր դա ուժերի բալանսն է։ Եթե չկա այդ ուժերի բալանսը տարբեր ձևի է, չէ՞ ձևակերպվում։ Առաջինը դա բանակն է, այսինքն ունենաս հնարավորինս մարտունակ բանակ, դե ընդ որում դա պարտադիր չի, որ պարիտետ լինի։ Այստեղ խնդիրը, այսպես ասենք, կարողանաս դիմադրես եւ այլը, որովհետեւ զուգահեռ դրան պետք է լինի դիվանագիտություն։ Դիվանագիտությունը բացի ուղեղ ունենալուց, որ այսօրվա ԱԳՆ-ում համենայն դեպս այն բարձրաստիճան բանի մոտ եւ կոմպետենտությունից բացակայում է, դա նաեւ դաշնակիցների հետ հարաբերություններ է, չէ՞։ Դու կարող ես բանակ ունենալ, որը կարող է դիմադրել 7-8 օր, բայց 9-րդ օրը այդ պատերազմը կամ այդ բախումը դադարեցվի, որովհետև դու ունես լուրջ դիվանագիտություն, լուրջ դաշնակիցներ, որոնք ասենք ինչ որ հարցեր են լուծում եւ ի վերջո, որպեսզի դա դադարեցվի,
քո դաշնակիցները պետք է տեսնեն, որ դու ունակ ես կռվելու եւ ցանկություն ունես կռվելու, այլ ոչ թե ասում ես ես չեմ կռվելու, եկեք ինձ պաշտպանեք։ Ասեք Հայաստանի տարածքը որն է։ Այո, ասեք Հայաստանի տարածքը որն է, այո։ Այսինքն այդպես չի լինում առասարակ։ Հիմա սա է, դրա համար Ադրբեջանը, երբ ասում ենք ինքը չի ստորագրում, Ադրբեջանը այնպիսի պայմաններ է դնում լրացուցիչ, որ շատ լավ իմանալով, որ դա հնարավոր չի, ասենք, մեկ շաբաթում լուծել։ Տեսեք, եթե մարդիկ որևէ բան, ես եւ դուք, եթե որևէ բան ուզում ենք պայմանավորվել, չէ, մենք այդպիսի պայման իրար դեմ չենք դնում, որը որ անլուծելի է, կամ պահանջում է, ասենք, 2 տարի ժամանակ, որպեսզի մենք դա անենք։ Հիմա Ադրբեջան պահանջում է սահմանադրությունը, չէ, փոխել։ Այո, Հայաստանի իշխանությունները բնականաբար գնում են դրան, դա հասկանալի է, ինչ էլ ուզում են ասեն, ես կարծում եմ նույնիսկ իրենց, այսպես ասենք, ֆան կլուբի անդամները, այն հայտնի ճոճաները Տիգրով Կեքով եւ այլ, իրենք էլ են հասկանում, որ Ադրբեջանն է այդ պահանջը։ Անկամ իրենց փորձագետներն են ընդունում։ Այսինքն իրենք այս պահանջ են դնում, որը որ մի օրվա մեջ լուծվող բան չէ, այսինքն իրենք ամեն ինչ անում են, որպեսզի process-ը իրենք ունենան լեգիտիմ իրավունք ասելու, որ Հայաստանը մեր այս պահանջը չի կատարում, մեր տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է դրվում իրենց սահմանադրությամբ։ Հետո պահանջ են դնում, ասենք մոտորապես 350,000 ադրբեջանցիներ վերադարձնել, հետո բանը, այսպես ասենք, այդ Միջանցքի թեման են անընդհատ շոշափում այս կամ այն վարիացիաներով։ Այսինքն իրենք իրականում այս 17 կետը թերևս նախապայմանների իրականացումն է, որից հետո միայն Ադրբեջանը իրականում կարող է նստել քո հետ բանակցությունների արդեն իրական կետերի շուրջ, այդ Միջանցք, 350 փախստականներ, այդ սահմանադրության փոփոխման հարցը եւ այլը, ես կարծում եմ մի 17 կետ էլ այնտեղ կա առնվազն։ Եվ պարոն Հակոբյան, նաև տեսակետ է հնչում, որ Ալիևը կարող է 26-ի խորհրդարանական ընտրություններից առաջ այս փաստաթուղթը ստորագրել, Նիկոլ Փաշինյանն էլ այն ամենտեղ կփորձի թափահարել եւ վերարտադրվել։ Որքանով եք այս սցենարը իրատեսական համարում եւ եթե դա տեղի ունենա հանրային տրամադրությունների վրա, դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ։ Ես կարծում եմ, իհարկե, նման քարոզչական աջակցման մեխանիզմ Ալիևի ձեռքում կա, Ալիևի եւ Էրդողանի ձեռքում կա, իրենք գուցե նման ցանկություն կարող են ունենալ, այսպես ասեմ, բայց խնդիրը նրանում է, որ ես չեմ կարծում, որ այն պայից սկսած, երբ այդ կոնսենսուսը, աշխարհաքաղաքական այդ կոնսենսուսը Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու շուրջ այլևս գոյություն չունի եւ ըստ էության Նիկոլ Փաշինյանին հիմա աջակցում են միայն նրանք, ովքեր որ ուղղակիորեն շահագրգիռ են, որպեսզի ինքը մնա, որովհետեւ ըստ էության իր ռեժիմը, Նիկոլ Փաշինյանի ռեժիմը այստեղ իրենց ներկայությունն է ապահովում Թուրքիայի շահերի եւ Ադրբեջանի շահերի ներկայությունը միայն այսինքն այդ երկու երկիրն են մնացել, որոնք իրականում որևէ հետաքրքրություն ունեն, որպեսզի այս վարչախումբը ոչ միայն մնա, այլ նաեւ վերարտադրվի։ Ես կարծում եմ այդ կոնսենսուսի բացակայության պայմաններում այնպես չի, որ միայն Ադրբեջանը ու Թուրքիան են որոշելու, թե Հայաստանի հաջորդ ղեկավարը Նիկոլ Փաշինյանը մնալու է, թե չի մնալու եւ տարբեր այդ մանիպուլատիվ քարոզչական բաները, նվերները տալու են, թե չեն տալու, որովհետեւ այս ռեգիոնում կան խաղացողներ, որոնք կարծում եմ այնքան է շահագրգիռ չեն այլևս, որպեսզի այստեղ այս ռեժիմը վերարտադրվի։ Թե Ռուսաստանին դա վերաբերվում ռեգիոնալ այսպես հետաքրքրություն ունեցող գերտերության մասին եւ թե ռեգիոնալ գերտերություն Իրանի մասին է խոսքը գնում առհասարակ ավելին ասեմ, ես նույնիսկ վստահ չեմ, որ Վրաստանի այսօրվա ղեկավարությունը, որը գերպրագմատիկ քաղաքականություն է վարում եւ կարողանում է, այսպես ասենք, իր շահերը տարբեր զամբյուղներում դնել, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, այդ իրականում Չինաստանը ազդեցությունը մեծ է, շատ շահագրգիռ են, որպեսզի ռեգիոնում այսպիսի մի հատ բան լինի, հա, անկանխատեսելի խաղացող լինի, որի գործողությունները վաղվա գործողությունները նույնիսկ անկանխատեսելի են եւ վտանգավոր են ցանկացած երկրի համար, որովհետեւ նման հարևան ունենալը վտանգավոր է նրանով, որ այդ հարևանը կարող է անընդհատ պատերազմ բերել, վտանգել քո անվտանգությունը եւ վտանգել
քո անվտանգությունը։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, իհարկե Ադրբեջանը եւ Թուրքիան կուզենան նման նվեր տան եւ հավերժ մնա Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը, ինչքան հնարավոր է, ինչքան ապրի, այնքան, այսպես ասենք, ղեկավար լինի, բայց ես կարծում եմ, որ միայն իրենց որոշելով չի, այլևս։ Միայն իրենց շահից ելնելով չի։ Այստեղ հենց այդ նույն Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է ստիպված են լինելու հաշվի նստել թե Միացյալ Նահանգների շահերի հետ, մեր տարածաշրջանում թե ռուսների, թե Իրանի եւ թե նույնիսկ նորից եմ ասում տվյալ պարագայում Վրաստանի շահերի հետ։ Եվ պարոն Հակոբյան, այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակաբար մասնակցում է Աննա Հակոբյանի կրթվել է նորաձև նախաձեռնությանը, բանախոսություններ կարդում դրա շրջանակներում եւ այլն։ Ձեր դիտարկմամբ ինչի մասին է այս ամենը վկայում եւ միթե Հայաստանի ղեկավարն այնքան ազատ ժամանակ ունի, որ այս իրողությունների պայմաններում շարունակաբար նման նախաձեռնություններ է իրականացնում, դասախոսություններ կարդում բոլորիս համար։ Դա այսպես ասենք վկայում է այն մասին, որ որևէ այլ գործով որևէ այլ process-ում ինքը ներգրաված չի, դրա մասին ենք խոսում, ինքը մենյուում է, ինքը որևէ process-ում չկա, այսինքն իր հետ որևէ մեկը լուրջ process-ների մասին չի խոսում, ինքը համարում է, որ իր ուժերից իր ռեսուրսները չեն բավարարում, որպեսզի ինքը, այսպես ասենք, ինչ որ միտեղ փորձի ներգրավվի լրիվ ուրիշ դիրքերից, ոչ թե հանձնվողի, ոչ թե, այսպես ասենք, ամեն ինչ զիջողի դերից, այսինքն ինքը իր ստիլը, իր մեթոդոլոգիան չի փոխում։ Ուրիշ ինչով պետք է զբաղվի։ Օրակարգ է լցնում առավելապես։ Ինքը իր օրակարգն է լցնում առավելապես, ինքը փորձում է զբաղեցնել ինչ որ մի բանով, այսօր կրթվելուց է խոսում, կրթվելը նորաձև է այդ ծրագրից է խոսում, երեք խոսում էր հեծանիվ էր քշում, չէ՞։ Այսինքն ինքը այս իշխանությունը մաքսիմալ թուլացել է եւ փորձում է հաճույք ստանալ, տեսնել ինչ է լինելու, որովհետեւ իրականում իրենցից ոչինչ կախված չէ առանձնապես։ Ներսում ինչ որ բաներ կախված է, դրսից այդ ռեսուրսը, որը որ անհրաժեշտ էր, որպեսզի ներսում իրենք կարողանան իրենց ապահով զգալ, այլևս չկա այս առումով։ Այդ իսկ պատճառով իրենք զբաղվելու են ցանկացած բանով, որը որ դեռևս իրենց ուժերի սահմանում է։ Իրենց ուժերի սահմանում այն է, ինչով իրենք զբաղվում են առհասարակ։ Տնտեսությունը կիսակոլապսային վիճակի մեջ է, տնտեսագետներն են ասում, ես չեմ ասում։ Կառավարության ծրագիրը ամբողջովին տապալել են։ Այո, այսինքն տապալված է, շատ բաներ տապալված է։ Հանրությանը տալու բան չունեն ըստ էության։ Մենք իդեմս այս իշխանություն մենք ունենք լուզերների իշխանություն։ Լուզերների եւ քաղաքական առումով եւ մնացած բոլոր առումներով, որովհետեւ երբ լուզերները գալիս են իշխանության, կյանքից են գալիս, կենցաղից են, լուզերները գալիս են, քաղաքական դա դառնում է նաեւ քաղաքական լուզերություն։ Այսպես դա հիմքերը եթե այդպիսին են, եթե բնավորությունը զիջող է, եթե պրագմատիզմից հեռու բնավորություն է, այսպես ասենք, նմանատիպ կենցաղային իրավիճակներում դու միշտ այլ ճանապարհով ես գնացել, զիջելու ճանապարհով ես գնացել, ապա դա բնավորություն է դառնում։ Այդ բնավորությունը տեղափոխվում է նաև քաղաքականություն, տեղափոխվում է նաև, եթե ինչ որ դեպքերի բերումով դու դառնում ես իշխանություն, դառնում է իշխանության բնավորություն եւ պետության բնավորություն, որը ցավոք սրտի վերածվում է նաև պետության իմիջի եւ տարածվում է նաև, ասենք, այդտեղ ապրող ժողովրդի բնավորության վրա։ Այսինքն ժողովուրդն էլ է դառնում այդպիսին, ինչպիսին իրեն հրամցնում են, որ ինքը թույլ է, որ ինքը ընդհանրապես ոչ մի բանի ընդունակ չէ, հա, եւ այլն, հիմա չեմ ուզում եւ այլն։ Այո, այսինքն եթե այսինքն արհեստական ասես բաների մեջ են գցում թեմաների մեջ պատմական Հայաստան, իրական Հայաստան եւ այլն, այսինքն դատարկաբանություն բառի բուն իմաստով։ Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։